168-ի հարգելի հետևողներ կզրուցենք նաև Նարինե Դիլբարյանի հետ։ Տիկին Դիլբարյան, որպես այսպես նաև պրոցեսներին հետևող, նաև պրոցեսներին ակտիվ մասնակցող քաղաքացի, ինչպես է գնահատում այս պահին նախընտրական պրոցեսները եւ ինչ է ակնկալում ի վերջո այս պայքարից արդյոք կունենանք այլ իրականություն, քան 2021-ին։ Եղև շնորհակալ եմ, հարցը ինձ թվում է շատ տեղին է, իմ կարծիքով մեր նախընտրական գործընթացները այնպիսի հունով են գնում, որ կարծես ավարտվելու են ոչ ընտրություններով եւ ընտրությունների փոխարեն մենք ունենալու ենք բոլորովին այլ իրավիճակ։ Այն հռետորաբանությունը, որը որդեգրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վիրավորել մարդկանց, սպառնալիքներ տեղալ, ահաբեկել հասարակությանը, նաև նկատի ունեմ հենց երիտասարդությանը, Դավիթ Մինասյանի օրինակով, ցույց է տալիս, որ մենք չենք գնում ոչ միայն ժողովրդավարական ընտրությունների, այլ ընդհանրապես ընտրությունների, ուստի բացառել որևէ այդպիսի սցենար անհնար է։ Հիմա համենայն դեպս ես այդ ոչ թե նախընտրական շունչ եմ զգում, թեև կուսակցությունները ցուցակներ են ներկայացնում, իրենց ծրագրերն են կարծես պատկերում, բայց իմ կարծիքով բոլորովին այլ զարգացումներ կարող են լինել։ Այսինքն մինչ ընտրական զարգացումներ, փողոցային պայքար, հանրային այլ պրոցեսներ։ Եվ ընդհանրապես արգելել որոշ քաղաքական ուժերի մասնակցել ընտրությունների, իսկ այդ դրանք իհարկե հիբրիդային պատերազմը հիմա դարձել է Հայաստանում ամենաայսպես քննարկվող պատումներից մեկը, բայց իրականում հիբրիդայինը այն է, ինչ տեղի է ունեն։ Այդ հռետորաբանությունը, կալուգացի կամ ինչ-որ տեղանուն չէ դրված, այնուհետև անունը հեռացնել, հետո դուք կդառնաք բոմժ, դա ի դեպ ուշ քեզ եմ ասում կուլակի դու լսիր, ուղղված էր ոչ միայն Սամվել Կարապետյանին, այլև մնացածներին, այսինքն առայժմ ես տեսնում եմ ոչ թե նախընտրական այսպես մրցավազք, այլ ահեղ սպառնալիքներ իշխանության կողմից։ Շնորհակալություն։